Ցանկացած իրավիճակում, որպեսզի ներկայանանք հավուր պատշաճի, անհրաժեշտ է ունենանք գործիքներ, ու մենք որքան էլ ինքնակրթվենք ու գործիքներ ունենանք, միևնույն է այդ գործիքները, եթե մենք երկար ժամանակ չկիրառենք փոխհարաբերություններում, հավասարազոր է, որ դա ուղղակի տեղեկատվություն է, որը մենք ունենք, բայց որը չենք կիրառում։ Երբ մենք ցանկացած տեղեկատվություն, որը ստանում ենք որևէ աղբյուրից, 72 ժամում կարողանում ենք այն կիրառել մեր կյանքում, այսինքն արտացոլել մեր անձնական կյանքում, դա դառնում է փորձ։ Ողջույն, ես Սեդա Ավետիսյանն եմ, հանրային խոսքի մասնագետ, թվային հոգեբան։ Խոսքի եւ ձայնի միջոցով օգնում եմ մարդկանց հաջողություններ գրանցել կյանքի ամենատարբեր բնագավառներում։ Իսկ թվային հոգեբանության միջոցով օգնում եմ մարդկանց, որպեսզի ծանոթանան իրենց ծրագրերին, այն բոլոր ծրագրերին, որոնք անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր մարդ անցնի իր կյանքի ընթացքում։ Այդ ծրագրերը ունեն խիստ ակտիվացման ժամանակահատված եւ բոլոր այն ծրագրերը, որոնք մենք չենք անցնում կյանքի ընթացքում, դրանք հաջորդ փուլին են գումարվում։ Եվ հենց այդտեղից էլ մարդկանց մոտ խնդիրները գլուխ են բարձրացնում 25, 35, 38, 42 եւ այլ տարիներում, որովհետեւ երբ մենք նախորդ հատվածի ծրագիրը չենք անցնում դրականորեն եւ միայն փոխում ենք մեր կյանքի ուղին եւ սխալ ճանապարհով ենք գնում, նշանակում է այդ ծրագրերը անցնելու անհրաժեշտությունը միևնույն է, ուժի մեջ է մնում եւ դրանք պարզապես գումարվում են հաջորդ փուլում բացվող ծրագրերին։ Իսկ ծրագրերը ընդհանուր 5-ն են 30 ենթածրագրերով։ Եվ այսպես եկեք խոսենք հաղորդակցման բնագավառի մասին, որովհետև ցանկացած մասնագիտության տեր մարդ կլինի թվային հոգեբան, մենեջեր, տնօրեն, սպորտսմեն, ով ուզում է լինել, միևնույն է հաղորդակցման խնդիր ունի։ Եվ մեզանից յուրաքանչյուրն ինքնաներկայացման խնդիր ունի։ Հիմա յուրաքանչյուրն էլ կասի, որ ես կարող եմ իմ մասին պատմել, բայց ինքնաներկայացում ունի հստակ կառուցվածք, որին հետևելու դեպքում դուք թանկ մասնագետի տպավորություն եք թողում։ Եթե դուք խոսում եք վստահության հեռավորություն ստեղծելով, եթե դուք խոսում եք միջին ռեգիստրում, եթե դուք խոսելու ընթացքում անընդհատ ճիշտ ժեստեր եք օգտագործում, ձեզ մարդիկ ընդունում են, գտնում են, որ դուք կոպիտ ասած իրենցն եք։ Իսկ այն մարդիկ, ովքեր առաջին 7 եւ 10 վայրկյանների ընթացքում չեն կարողանում հավուր պատշաճի ներկայանալ թեկուզ մեկ զրուցակցին, միանգամից ուղեղի ենթագիտակցական մակարդակում համարում է, որ դուք իրենը չեք եւ այլևս չի վերլուծում, թե դուք ինչ կարեւոր տեղեկատվություն կարող եք փոխանցել իրեն։ Հաղորդակցական հմտությունների միջոցով դուք կարողանում եք ի ցույց դնել ձեր մասնագիտական կարողությունները, որովհետև հաղորդակցական գործիք ունենալը դա կոչվում է փափուկ գիտելիք։ Իսկ այն, երբ դուք գնում եք որևէ բուհ, ստանում եք որևէ մասնագիտություն, դեռևս պետք է կարողանալ այդ ոլորտում ինքնադրսևորվել։ Իսկ ինքնադրսևորվելու համար ձեզ անհրաժեշտ են փափուկ գիտելիքները։ Հաղորդակցության ընթացքում ձայնային վարժությունների միջոցով մենք կոփում ենք մեր ձայնը։ Կարողանում ենք ձայնային դիապազոնը փոփոխության ենթարկել, որովհետև առօրյա կյանքում մենք խոսում ենք այնպես, ինչպես խոսում ենք, ու մենք խնդիր չունենք, որպեսզի վերևի հնչյունները ճիշտ վերցնենք, առօրյա կյանքում խնդիր չունենք բոլոր բառերը հստակ արտասանելու եւ կարելի է վերջավորություններն էլ մի փոքր կուլ տալ, ոչինչ դե կհասկանան ընդհանուր բովանդակությունը, բայց մասնագիտական ոլորտում առաջընթաց գրանցելու համար դուք որպես թանկ մասնագետ չեք կարող համարվել, որովհետև այն մարդը, ով չի լսում, թե ինչ է ասում, չի կարողանում միջին ռեգիստրում հաղորդակցվել, խոսքի արագությունը 1 րոպեում ճիշտ պահել, նրա նկատմամբ վստահություն չի լինում։ Եթե դուք ունեք մանկական ձայն, ուրեմն ձեզ երեխայի նման են վերաբերվելու եւ բացի քաղցրավենիք հյուրասիրելուց, ձեզ լավ առաջարկ աշխատանքի չեն անելու։ Եթե դուք խոսում եք շատ ցածր կամ շատ արագ, եւս չեք ընկալվելու որպես լավ մասնագետ։ Իսկ այն մարդը, ով կարողանում է այս փափուկ գիտելիքին տիրապետել, նա ընդհանրապես մեկ ժեստի միջոցով, ձայնային գեղեցիկ տեմբրի միջոցով, խոսքի ճիշտ արագությամբ եւ կինեսիկայի, որը մարմնի լեզուն է, կիրառելով, կարող է հաջողել նույն հարցազրույցում։ Եվ երբ դուք խնդիր եք ունենում աշխատանքի տեղավորման կամ խնդիր եք ունենում պաշտոնի բարձրացման հետ կապված, մի փնտրեք դա դիմացինի մեջ, որովհետև խնդիրը միշտ մեր մեջ է թաքնված։ Վերադարձեք ինքներդ ձեզ, հարցրեք, թե ինչու չի ստացվում։ Հաղորդակցությունը այն մասին է, որ ես պիտի ունենամ այն գործիքը, որը գործադրելու միջոցով կկարողանամ հաջողել կյանքում։ Կինեսիկան այն մասին է, որ այն շարժուձևը, այն ժեստերը, որոնք ես կիրառում եմ եւ չեմ կարողանում հասնել իմ նպատակակետին, անհրաժեշտ է փոխել։
ու սրան նաև գումարվում է նաև թվային հոգեբանությունը, որ ես համադրել եմ երկու ոլորտները իրար հետ եւ այս երկու ոլորտների համադրությամբ ես կարողանում եմ մարդու հետ աշխատանքի ընթացքում ավելի արագ գրանցել նրա արդյունքը, որովհետեւ մարդը երբ հասկանում է թե ինքը ով է եւ ինչ է իրեն ցուցված ծննդյան օր, ամիս, տարեթվի միջոցով, մենք դա նաև ուղղորդում ենք դեպի մեր հաղորդակցման ոլորտը։ Շատ դեպքերում մարդիկ խոսում են գովազդային արշավների մասին, խոսում են թե ինչպիսի գործիքներ պետք է միացնեն, որպեսզի արդյունավետ լինի, բայց քչերն են կարողանում ասել, որ ձայնի տեմբրը, ներկայանալը եւ խոսքի ճիշտ կառուցվածքը եւս մեծապես նպաստում է ձեր վաճառքների մեծացմանը։ Եթե դուք շատ բարակ ձայնով եք խոսում, ինչպես կարող է ձեր գովազդը կանչող լինել, կամ ինչպես կարող է այն վստահություն ներշնչել։ Եթե դուք խոսում եք շատ ցածր եւ խոսում եք միայն ինքներդ ձեզ համար, դուք եւս վստահություն չեք կարող ներշնչել դիմացինին, որովհետեւ ձեր խոսքից որևէ մեկը որևէ բան չի հասկանում։ Իսկ եթե դուք խոսում եք վստահության հեռավորության վրա, նշանակում է դուք ձեր գործին լավ տիրապետում եք եւ ձեզ մարդիկ վստահում են։ Դրա համար հաճախակի ես կրկնում եմ, գեղեցիկ փաթեթավորված խոսքը միշտ էլ թանկ է վաճառվում։ Հարցնում են, արդյոք խոսքը փաթեթավորում են։ Այո, փաթեթավորում ենք։ Եթե մենք ցանկացած իրավիճակում, երբ մեզ հրավիրում են որևէ կարևոր իրադարձության, մենք մեծ խնամքով հոգ ենք տանում, թե ինչ ենք կրելու այդ օրը, ինչպես ենք ներկայանալու մարդկանց, ինչ արթուզարդ ենք կրելու եւ այլն, նշանակում է նույն կերպ պետք է հոգ տանենք մեր խոսքի, ձայնի եւ հաղորդակցական գործիքների մասին։ Ինչպես ենք ինքնաներկայանալու, ինչ խոսքով ենք հանդես գալու, ինչպես ենք կարողանալու ճիշտ դրսևորել մեր կինեսիկան տվյալ տարածությունում։ Մենք ենք ծառայելու առարկաներին, թե առարկաներն են մեզ ծառայելու։ Բաց դիրքերում ենք հանդես գալու, թե փակ դիրքերում ենք հանդես գալու։ Չէ՞ որ որքան ընկճված տեսք ենք ունենում հաղորդակցման ընթացքում, մարդկանց հետ շփվելու ընթացքում, այնքան մենք ավելի քիչ ենք վստահություն ներշնչում մարդուն։ Ու դրա համար, երբ այս գործիքների համադրությունը կիրառում ենք կյանքում, մենք կարողանում ենք հաջողել կյանքի ամենատարբեր իրավիճակներում, կլինի շփումը ընտանիքի անդամների հետ, թե գործատուի կամ աշխատակիցների հետ։ Այս գործիքների կարևորությունը ամենօրյա ռեժիմով անհրաժեշտ է կրկնել եւ թարմացնել, որովհետեւ երբ դու այս գործիքները ունենում ես, բայց դրանք չես ցանկանում կիրառել կյանքում կամ անընդհատ գտնում ես, որ դրանք հնարավոր չէ կիրառել, ուրեմն հաջողություն ունենալու հնարավորությունները եւս նվազում են։ Ու երբ մենք ունենում ենք այս գործիքները, դա մեկ անգամ կիրառելի չէ։ Այսինքն ես որոշակի իրավիճակ ունեմ, ես այս իրավիճակում կիրառեմ այս գործիքները, հաջողեմ այս իրավիճակում եւ այլևս դրանք ինձ անհրաժեշտ չեն, անցնենք առաջ։ Այս գործիքները անընդհատ կիրառելով կյանքում դուք միմիայն ձեր կյանքի որակը բարելավում եք։ Հավատացեք, այս գործիքների կիրառման միջոցով է, որ շատ մարդիկ վստահում են ձայնին, խոսքին, տեսքին, ժեստին, եւ հենց այդ միջոցով է, որ մարդը մարդու հետ ցանկանում է կոմունիկացիայի մեջ մտնել։ Եվ երբ մենք ունենում ենք ավարտուն դիրքեր, մենք չենք նյարդայնացնում դիմացինին։ Երբ մենք ունենում ենք բաց դիրքեր, մարդը մեզ վստահում է։ Երբ մենք խոսում ենք միջին ռեգիստրում, մարդը ցանկանում է մեզ հետ շփվել։ Երբ մեր խոսքը արագ չի հնչում, դիմացինը ցանկանում է վերլուծության ենթարկել, թե այդ ինչ կարևոր տեղեկատվություն ենք տալիս, իսկ եկեք այս պահին կանգ առնենք եւ հիշենք, որ յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևորը ինքն է։ Ու եթե դուք որևէ մեկի հետ խոսում եք, բայց կարևորում եք ձեր արժանինքները եւ նրան կարևորություն չեք տալիս եւ նրա ակնկալիքը հաղորդակցման մեջ նկատի չեք ունենում, հաղորդակցական այս շփման ընթացքում դուք դեպի նվազագույն արդյունքների եք գնում, որովհետեւ միշտ պետք է նկատի ունենալ, թե դիմացինը ինչ է ակնկալում, դիմացինը ինչպիսի հաղորդակցություն է ուզում ունենալ եւ չմոռանաք, որ յուրաքանչյուր մարդ կոմունիկացիայի մեջ մտնում է իր օգտի եւ շահի համար։ Երբ այս հաղորդակցական մի շարք գործիքները, որոնք ես կարճ ժամանակահատվածում հիշատակեցի, կարողանաք կիրառել կյանքում, ուրեմն կտեսնեք, որ հաջողությունը իրեն սպասեցնել չի տալիս։ Իդեպ, երբ մի միջավայրում հավաքվում են տարբեր մասնագիտության տեր մարդիկ, տեղի է ունենում էներգիայի փոխանակություն։ Իսկ այդ էներգիայի փոխանակությունը ձեզ նոր հնարավորություններ է բերելու, որովհետև նոր մտքեր եք լսելու, նոր միջավայր եք մտնելու, նոր մարդկանց հետ եք շփվելու, այս հաղորդակցական դասընթացներից հետո
մարդիկ սովորաբար կյանքին այլ տեսանկյունից են սկսում նայել եւ ընդհանրապես դիտողի տեսանկյունից են հանդես գալիս, որովհետեւ այն ամենը, ինչին մենք կողքից ենք նայում, կողքի աչքով ենք նայում, շատ ավելի հեշտ է վերլուծության ենթարկել, քան այն ամենը, ինչի մեջ մենք ենք գտնվում։ Եվ դրա համար գուցե դուք ձեր ընկերների հարցերը շատ ավելի արագ կարողանաք կողմնորոշվել, թե ինչպես կարելի է լուծել, քան ինքներդ ձերը, երբ դուք հենց նույն իրավիճակում եք գտնվում եւ զարմանում են, թե դու իմ խնդիրը շատ ավելի ճիշտ ես լուծում, ինչպես քոնը չես կարողանում։ Սա կոչվում է երրորդ աչք, կողքից դիտանկյուն, ու մենք այս ամենի վրա աշխատում ենք 12 դասընթացների շրջանակներում։ Ունենում ենք շաբաթական 2 հանդիպումներ, ունենք նաև օնլայն եւ անհատական խմբային դասընթացներ։ Դասընթացը այո անցկացվում է հեռակա տարբերակով, որպեսզի մարդիկ կարողանան այս հետաքրքիր գործիքներից օգտվել, սովորել եւ կիրառել իրենց կյանքում, նաեւ կարողանում ենք աշխատել առկա տարբերակով բոլոր այն մարդկանց համար, ովքեր այնքան էլ չեն ընդունում օնլայն շփման ձևաչափը։ Եվ այսպես, եթե դուք կցանկանաք հաղորդակցական հմտությունների դասընթացին մասնակցել, կցանկանաք ձեր կյանքի որակը փոխել խոսքի, ձայնի, կինեսիկ բանականության եւ թվային հոգեբանության միջոցով, տեսանյութի ներքևում կթողեմ ես հեռախոսահամար, գրեք այդ հեռախոսահամարին կամ զանգահարեք տվյալ հեռախոսահամարին եւ ես ձեզ կներկայացնեմ մասնակցության պայմանները։ Վերջում եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել. խոսքը հզորագույն գործիք է, որի միջոցով մենք ազդում ենք մեզ շրջապատող աշխարհի վրա, եւ եթե մենք կարողանում ենք ճիշտ փաթեթավորել մեր խոսքը, այն միշտ թանկ է վաճառվում։